Շանկ ասեք, Լիբանան-Իսրայել հաշտությունը Իրան, Միացյալ Նահանգներ հաշտության բաղադրիչ է, թե կարելի առանձին դիտարկել։ Շատ սուր խնդիր է, որովհետև շատ դարադեսակ մեկնաբանություններ կան այս ուղղությամբ։ Պետք է անմիջապես արձանագրել այստեղ, որ ուրեմն Իրան Միացյալ Նահանգներ համաձայնության առաջի գեդին մեջ ներառվել է Լիբանանը, այսինքն ստացվում էր այնպես, որ Իրանը իր կարևորագույն նախապայմաններից մեկը Լիբանանում վրադատար հաստատելներ իսրայելյան հարձակումները դադարեցնել։ Ընդհանրապես խոսվում էր առաջին կետում արտաքին ջագատների վրա գրակը դադարեցնելու, բայց հատկապես շեշտվել էր Լիբանանը, ընդ որում մի քանի ընդհանուր համաձայնագրի տեքստի մեջ։ Իսրայելը անհանգիստ էր այս կետից, որովհետև շրջանցված էր զգում Իրան Միացյալ Նահանգներ համաձայնությամբ, որովհետև իր առջև դրած խնդիրները թերևս չէր կարողացել իրականացնել։ Այլ խոսքով Հեզբոլլահի ամբողջական զինաթափումը եւ ենթակառուցվածքների գազམ་ակամտումը, առավել եւս անվտանգության կոդու ձևավորումը իր ըմբռնած, ընկալած, առաջադրած աշխարհակությամբ հարավային հատվածում։ Ուրեմն փաստորեն շարունակվեցին մի քանի օր նաեւ իսրայելյան հարձակումները, ընդ որում շատ ավելի սաստիկ, բայց հետո բարձ էր, որ Միացյալ Նահանգների ճնշումով համեմատական ով հրատատար հաստատվեց Լիբանանում, ինչը կարելի է ասել մեծ հաշվով, շատ ընդհանուր առմամբ հարկվում է, իհարկե խախտումներ կան, որոշ գործողություններ, սահմանափակ պայթյուններ, ականներ եւ այլն, բայց այդ պատերազմական գործողությունները ընդհանրապես դադարեցվել են նաեւ Լիբանանում։ Ուրեմն եւ adzանցիալ էր Լիբանանի հատվածը այս ընդհանուր տարածաշրջանային պատերազմում եւ նաեւ անչափ, այսինքն երկու ուղղություններն էլ կան այսօրվա իրականության մեջ։ Մյուս կողմից դժվար է պատկերացնել, որ Հեզբոլլահը կլքի Լիբանանը, Շահան։ Այստեղ է այդ հակասությունը մնում իր առանցքային կետի վրա։ Այո, բավական բարդ է պատկերացնելը, մանավանդ եթե Իսրայելը շարունակում է բռնակալված բահել լիբանյան տարածքները, հատկապես հարավային շրջանում, եւ համաձայնության մեջ կան որոշակի կետեր, Վաշինգտոնյան համաձայնության մեջ կան որոշակի կետեր, որտեղ կարող է մեկնաբանվել իսրայելյան ուժերի վերադեղակայում, այդ բառն են օգտագործել եւ ոչ թե ընդհանրապես դուրս բերում կամ հերացում, չնայած ուրեմն այս խառն ձևակերպումով վերադեղակայում լիբանյան տարածքներից դուրս, այսինքն վերադեղակայումը ընդհանրապես օգտագործվում է իբրև ձևակերպում միևնույն ուրեմն կարգավիճակը ունեցող տարածքի վրա թիրքերի փոփոխության, մինչդեռ դուրս բերումը, հեռացումը շատ ավելի հստակ ձևակերպում է ուրեմն աբա օկուպացնելու կամ աբա բռնակրավյալ վիճակին վերադարձնելու առումով։ Ուրեմն այստեղ նման ձևակերպումների ստեղծած անորոշություններ կան, մինչդեռ Հեզբոլլահի ուղղությամբ համաձայնագրի տեքստը շատ ավելի բացարձակ է, շատ ավելի հստակ է, ամբողջական զինատապում, ենթակառուցվածքների ամբողջական գազམ་ակամտում, որից հետո լիբանյան բանակի վերադեղակայում, ուրեմն Հեզբոլլահի թողած թիրքեր կամ ընդհանրապես հարավային Լիբանան։ Ուրեմն միջանկյալ կա նաև հատուկ կետ, որ փորձարարական շրջան, այն առումով, որ իսրայելյան ուժերը որոշ թիրքերից պիտի հեռանան, լիբանանյան բանակը պիտի ստանցնի այդ թիրքերը, բայց ոչ թե խոսվում է ընդհանուր ուրեմն հեռացման մասին, այլ մի քանի թիրք փոխելու կամ այդ թիրքերից հեռանալու մասին։ Ինչու է փորձարարական, որովհետև 14 կետանոց այդ փաստաթղթի համար գար հրաբարակում, հատկապես իսրայելյան լրատվադաշտում, որ եւս մեկ հավելված, որը չի բացահայտվել
ապահովական թղթաձրար հadoop գետ է, որի շուրջ համաձայնություն է գոյացել Երագոմ, Միացյալ Նահանգներ, Լիբանան եւ Իսրայել, որը խոսում է նաեւ եթե այդ գործարարական շրջանի ընթացքում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները նկատեցին, որ լիբանյան ուժերը չեն կարողանում լիարժեք իրենց առաքելությունը իրականացնել, կվերադառնան ուրեմն այդ թիրքը։ Ուրեմն նման անորոշ դարբեր մեկնաբանությունների դուր բացող գեդեր չբացահայտված նաև գեդեր կան այս բոլորի մեջ, ինչը խիստ դարակուսելի է դարձնում արդվազն ներգաբահիտրությամբ կամ որոշ գարջադև ժամանակաշրջանում այս բոլորի գործադրությունը կամ իրականացումը տարածվեց։ Շան, Իսրայելի կառավարության որոշումը հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ձեզ համարել է անակնկալ։ Գիտեք, մի քանի ամիս առաջ, երբ որ Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տալիս եւ լրագրող հարցրեց, թե ինչու մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ասեց, հենց հիմա ճանաչում եմ հայտարարում։ Բայց իհարկե դրա նախորդած բաժինները կային, որ եւ Քնեսեթը դարբեր հանգրվանների լսումներ էր կազմակերպել, բայց բանացեվի չէին հանգել, գործադիրը ընդհանրապես չէր արձազում ասարցը, բայց բարձ է, որ Անկարա, Թել Ավիվ լարված հարաբերությունների բարձրագետին, ուրեմն այս հարցը ստացավ գործադիր իշխանության մագարտակով ճանաչումի բնույթ։ Բայց գիտեք, այստեղ ուշագրավ հետաքրքիրը այն է, որ երբ Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց, անպաստանեց ցեղասպանություն իրականացնելու անցանկով, ուրեմն Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, կարծում եմ, ենթադրում էր, թե ինչ կլինի հագաստեսությունը։ Այսինքն պատճառահետևանքային այս շղթան, եթե փորձենք դիտարկել, այս գործընթացը սկսեց Էրդողանով, այսինքն ցեղասպան մեղադրելով, ուրեմն իր հերթին Նեթանյահուն ցեղասպան պետություն ակնարկելով եւ խոսելով այո ցեղասպանության մասին, այդ բոլոր դեկլարատիվ հարթությունից անցան ուրեմն գործադիր դաշտ եւ գիտեք գար այն ենթադրությունը, որ Քնեսեթը գնալու է արձակուրդ եւ վերադարձին արդեն արդահերթ ընտրությունների ընթացակարգ է սկսվում, ուրեմն կարող է նաեւ օրենսդիրը համարժեք բանացեվով անտես չկա կամ իր լրումին չհասնի այս գործընթացը, բայց այսօր արդեն լրատվությունների մեջ բարձ երևաց, որ նախադեсվում է քալ շաբաթ նիստ, որի ընթացքում Քնեսեթը կքննարկի նաև կառավարության որոշումը, առաջարկը։ Ուրեմն այս բոլորը կարծում եմ նաև քաղաքական այլ հարթության վրա եւս պետք է դիտարկել։ Գիտեք, դարաձաշրջանում կան երանգուն դաշինքներ, առաջինը Իսրայել, Կիպրոս, Հունաստան եւ դա արևելյան միջերկրականի ընծովյա էներգիայի բաշարների ուրեմն առանցքային խնդիրն է եւ դրա շուրջ է դաշինքը, որի նկատմամբ նկրդումներ ունի Անկարան եւ այստեղ է որ ուրեմն փախվում են շահերը հիմնականում եւս մեկ դաշինք որ առաջի դաշինքի երկու բաղադրիչները փոխան Իսրայելի երկրորդի դեպքում Հայաստանն է, Հայաստան, Կիպրոս, Հունաստան, որ հետը վերազմում է նաև ռազմավարական դաշինքի։ Ուրեմն այս հանգամանքները եւս պետք է նկատի ունենալ եւ Իսրայելի եւ Անկարայի ուրեմն այս լարված հարաբերությունները ոչ միայն իրար ցեղասպան պետություն համարելն է, դա արդյունք է քաղաքական եւ ռազմավարական որոշակի առումով անվտանգային, տնտեսական, էներգիայի վերաբերող փախման գեդերի վրա են հայտնվել Իսրայելն ու չնայած թերևս չի չեղարկվել
ուրեմն Իսրայելի եւ Թուրքիայի ռազմավարական դաշնակից լինելու այդ բոլոր փաստաթղթերը։ Շան կարծիք կա, որ հարցը օրակարգ է բերել անձամբ Նեթանյահուն։ Եվ խնդիրը ասում են միայն Էրդողանը չէ։ Այո, բայց գիտեք, Էրդողան Նեթանյահու այս դեկլարատիվ փոխանցություններով ավելի ուրեմն թեժացած այս խնդիրը դրա համար էի ասում, որ քաղաքական ենթահող, քաղաքական հիմնավորումներ, պատճառներ, շարժառիթներ կան եւ ամենացծուն ուրեմն երևույթը այդ միջերգրականում էներգիայի պաշարների ծովյա օգտագործման, արդահանման, քերշահույթների մասին այդ բոլորի սահմանազատման եւ գիտեք բադահական չէր, որ նաեւ Իսրայելը այս դարաձաշրջանում Գիբրոսի վերաբերող խնդիրներին ակնարկելով անգամ բանջեց Թուրքիայի հերացումը Հյուսիսային Գիբրոսից։ Ուրեմն շատ զգայուն թեմաների առումով եւս փախվում են շահերը, թերևս հայտարարողական մագարտակի վրա, բայց օրինակ Սիրիայում կորզնաբես միջնորդավորված առումով ռազմական բախումներ էին, ուրեմն Թուրքիայի հովանավորչությունը վայելող Դամասկոսի ուժերի եւ ուրեմն Իսրայելի հովանավորչությունը վայելող դրուզների միջև եւ ներխուժման դեսքով այսօր Իսրայելը վերահսկում է սիրիական որոշակի տարածքներ իրեն համար ռազմագիտական նշանակություն ունեցող տարածքներ։ Այսինքն այո Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման այս գործընթացը թուրք-իսրայելական հարաբերությունների այդ ֆոնին սրվելը Ադրբեջանին երկընտրանքի առջև է դնում։ Գիտեք, բավական ոչ միայն երանգային, այլ շակրավ դարբերություններ կային Թուրքիայի եւ Ադրբեջանի արձագանքների միջև։ Պաստորեն Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Իսրայելի հետ, եթե Թուրքիայի հետ լարվում են հարաբերությունները, այնտեղ ավելի խորացվում են, հատկապես գազային ուրեմն արևդուրի վաճառքի առումներով, բայց նաև անվտանգային, որովհետև իսրայելյան հենագետեր այսօր ուրեմն արկա են նաև Իրանի սահմանին Ադրբեջանի հետ գործակցաբար եւ Ադրբեջանը ուրեմն իր արձագանքում վերադեսության ենթարկելու առաջարկ էր եղել Իսրայել։ Մինչդեռ Թուրքիային շատ ավելի կոշտ մեղադրական ցեղասպանություն լինելու մեղադրանք այդ բոլորը բացակայում էին Բաքվի արձագանքի միջև։ Ուրեմն փորձ էր արվում ուրեմն եւ առաջարկ Իսրայելին վերադեսության ենթարկելու հայոց ցեղասպանության ճանաչման իր որոշում։ Այս երանգային երբեմն բացահայտ տարբերությունը անպայման պետք է նկատել։ Գիտեք, նաև այստեղ նույն դրամապանություն, եթե որևէ բահի քաղաքական բահ հասունանա եւ օրինակ էներգիայի առումներով փոխվեն շահերը Իսրայելի եւ Բաքվի միջև, այդ դեպքում Ադրբեջանը գհիշի, որ Գազայում Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել, իսկ Իսրայելը գհիշի, որ Ադրբեջանը Սումգայիթում, Գիրովավադում, Արցախում ընդհանրապես ցեղասպանություն է իրականացրել։ Այսինքն այս փող անպասանությունները ցեղասպանության թեմայով բարձ է, որ սերորեն առնչված են այս դեպքում դվյալ երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների սրացումից, լարումից կամ առնվազն դեկլարատիվ առումով արժանացումից։ Դե հա, այդ դեպքում հարկ կլինի մոռանալ իսրայելական աջակցությունը Ադրբեջանին այդ գործողությունների ժամանակ։ Բնականաբար, որովհետև եթե նաև հայտարարողական արտությունից անցում անեն նաև գործնական քայլերի,
ինչը Սիրիայի դեպքում, ինչպես նշեցի, միջնորդավորված նաև անվտանգային արդյունքի վրա բախումներ տեղի ունեցան, քայլերի մեջ նաև կարելի է նկատել այդ օժանդակությունների դադարեցումը, բայց այս պահի դրությամբ նույն դրվածքը չէ բնականաբար Ադրբեջանի հետ, ինչը նաև փոխվում է Թուրքիայի դեպքում։ Շատ Հայաստանի գործող իշխանության արձագանքը Իսրայելի կառավարության այդ որոշմանը ինչպես եք վերաբերում։ Գիտեք, լուր մնալ չարձագանքել մի քիչ ընկալելի չէ։ Գիտեք, գուցե հասկանալի է նաև Իրանի ազդագայստը, որովհետև Իսրայելը Իրանի համար առաջին գլխավոր անվտանգային սպառնալիքն է եւ փոխադարձաբար իհարկե, բայց ամբողջովին լուր մնալը կարծում եմ ճիշտ չէ։ Կարելի է շատ թիվանակիտական ձևակերպումներով ուրեմն բացի ցեղասպանության ճանաչումից նաև ակնարկներ անել քաղաքական հանգամանքներին, ընդ որում նաև հիշել, որ ուրեմն բազմաթիվ անկրվաններին Իսրայելը ոչ միայն չեր ճանաչել, այդ լսումները խորհրդարանական իրենց լրումին չէին հասել, այլ նաև իսրայելական լոբին դարիներ շարունակ աշխատել էր, որ Միացյալ Նահանգներում ուրեմն ցեղասպանության ճանաչումը չվերածվի օրագարկի։ Բայց վերածվեց։ Բայց վերածվեց, որովհետև այնտեղ եւս իրավիճակ փոխվեց աշխարհակարգական առումով եւ բոլորս հիշում ենք, որ Անկարայի եւ Վաշինգտոնի ուրեմն ճրերը նույն քեդով չէին ասում այդ օրերը։ Ավարտեցինք այսօր։ Շնորհակալություն Շահան, որ միացար մեզ։